Բարև ձեզ, այսօր մեր հյուրն է Analog Devices ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Վինսենտ Ռոշը։ Պարոն Ռոշը Silicon Mountains 2025-ի հատուկ հյուրն է եւ բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի այս տարվա դափնեկիր է։ Բարև ձեզ, պարոն Ռոշ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ շնորհավորում եմ մրցանակի կապակցությամբ։ Եթե չեմ սխալվում, սա ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Ինչպես կգնահատեք ձեր մասնակցությունը Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին։ Ինչպիսին է ձեր կարծիքով Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը եւ զարգացման ինչ հեռանկարներ եք տեսնում։ Well, it's long been a wish of mine to visit Armenia. Վաղուց էի ցանկանում այցելել Հայաստան, այստեղ եմ երկու պատճառով։ Առաջինը ստանալ տեխնոլոգիական ներդրման համար մրցանակը, երկրորդ բացահայտել եւ ճանաչել ձեր երկիրը։ Հայաստանից Սփյուռքից շատ լավ ընկերներ ունեմ եւ մինչեւ այժմ Հայաստանը ճանաչել եմ նրանց աչքերով։ Իսկ հիմա արդեն ինքս հասկացա ինչպիսին է այս երկիրը, անհավանական։ Գիտեի, որ դուք հին հարուստ պատմություն ունեք, սակայն հիմա կարող եմ ավելի հստակ գնահատել ինչպես է պատմությունը ձևավորել Հայաստանը, նրա ժողովրդին, մտածելակերպը, դիմակայունությունը մակարդակը։ Շատ գեղեցիկ երկիր ունեք, տեսա Երևանի եւ շրջակա տարածքների յուրահատկությունը, Արարատ լեռը, դաշտավայրը։ Անհամբեր եմ ավելի շատ ուսումնասիրելու Հայաստանը։ Արդեն նույնիսկ հասցրել ենք սարեր բարձրանալ։ Անչափ տպավորված եմ մարդկանցով, նրանց ստեղծարար եւ ձգտող ոգով։ Կարծում եմ Հայաստանի երիտասարդ սերունդը հետաքրքրված է եւ կարող է նպաստել տեխնոլոգիաների, տնտեսության, գիտության զարգացմանը, որը այդ թվում կհիմնվի արհեստական բանականության եւ նորարարական լուծումների վրա։ And scientific applications and solutions. Now we are in an engineering city of Yerevan. Yes, it's already operational. Still, construction is continuing. The initiative is. Այժմ մենք Երևանի ինժեներական քաղաքում ենք, որն արդեն գործում է, զուգահեռ շարունակվում են շինարարական աշխատանքները։ Նախաձեռնությունն ընդլայնվելու է զարգացնելով տարբեր ոլորտներ՝ կիբերանվտանգություն, կիսահաղորդիչներ, ավիատիեզերական տեխնոլոգիաներ եւ այլն։ Ինչպես եք գնահատում նման հարթակի կարևորությունը։ Tech and innovation development. I think this beautiful center here is the embodiment of a dream. So it gives the dream reality. Կարծում եմ հիասքանչ կենտրոն է երազանքների մարմնացում, այն իրականություն է դարձնում երազանքները։ Ինժեներական քաղաքի ենթակառուցվածքների շնորհիվ կարելի է իրագործել գիտական տեխնոլոգիական նախաձեռնություններ։ Դրա շնորհիվ ականատեսը կդառնանք երկրի էկոհամակարգի զարգացման։ Շատ լավ հիմքեր կան տարբեր գաղափարներ կյանքի կոչելու համար։ Explosion of ideas to become reality. Ձեր կարծիքով կարող են նման կենտրոնները երաշխավորել Հայաստանի պես փոքր երկրների տեղը նորարարությունների համաշխարհային քարտեզի վրա։ I mean, all big dreams, all big realizations, all big change. Իհարկե, բոլոր մեծ երազանքները եւ ձեռքբերումները փոքր փոփոխությունների արդյունք են։ Օրինակ իմ երկիրը, Իռլանդիան, ես 1980-ականների սկզբի իռլանդական կրթական համակարգի արդյունք եմ, իսկ դա համակարգչային արդյունաբերության սկիզբն էր։ Իռլանդիան համեմատաբար կարճ ժամանակահատվածում գյուղատնտեսական երկրից վերածվեց համաշխարհային կարևորության բարձր տեխնոլոգիական կենտրոնի։ Հայաստանն էլ կարող է շատ լուրջ խաղացող դառնալ, քանի որ ուժեղ ինքնություն, կրթական հիանալի համակարգ ունի, որը աստիճանաբար զարգանում է։ Եվ խոսքը ոչ միայն համալսարանների, այլև դպրոցների մասին է։ Դուք տեխնոլոգիաների եւ գիտությունների զարգացման լուրջ պատմություն եւ հնարավորություններ ունեք։ Արհեստական բանականությունն էլ նոր էջ է։ Եվ ես կարծում եմ, ձեր անցյալը ձեզ չի սահմանափակում նոր ձեռքբերումներ ունենալու եւ ապագայի մասին մտածելու ճանապարհին։ Օգտագործեք ձեր պատմությունը եւ արհեստական բանականության ուժը նոր բարձունքներ նվաճելու համար։ From small models to very, very large models. Հայաստանը դիրքավորվում է որպես տարածաշրջանի եզակի տեխնոլոգիական կենտրոն։ Ձեր կարծիքով կարող են Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ վերջին զարգացումները նպաստել տարածաշրջանի բարգավաճմանը, Հայաստանի դերի ակտիվացմանը, մասնավորապես տեխնոլոգիաների ոլորտում։ Well, everywhere, you know, if you want to attract business. Ամենուր էլ հետևյալ բանաձևն է գործում։ Եթե ցանկանում ես բիզնես վարել եւ ներդրումներ ներգրավել, պետք է կարողանաս լայն մտածել եւ հեռուն նայել։ Բիզնեսին անհրաժեշտ է կանխատեսելիության եւ կայունության որոշակի մակարդակ։ Կարծում եմ, դա չափազանց կարեւոր է։ Կայունությունից է բխում վստահությունը, իսկ վստահությունը երկարաժամկետ պլանավորման հիմքն է։ Այնպես որ տարածաշրջանում վերջին զարգացումները կարծում եմ շատ կարեւոր են։ So yeah, I think
think, a very, very important development. And as I know, you met with our students. Yes. Armenian students. Հայաստանում հանդիպել եք նաև ուսանողների հետ, ձեր տպավորությամբ երիտասարդությունը հետաքրքրված է նոր տեխնոլոգիաներով, արհեստական բանականության գործիքներով, ինչ խորհուրդներ կտաք նրանց, ովքեր պատրաստվում են մուտք գործել համաշխարհային տեխնոլոգիական շուկա։ Yeah, and entrepreneurs. Well, I must say, I was very impressed. I talked to a lot of young people all over the globe. Պետք է ասեմ, որ շատ տպավորված եմ։ Գիտեք, շատ երիտասարդների հետ եմ շփվել ամբողջ աշխարհում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Չինաստանում, այլ վայրերում։ Այնինչ տեսնում եմ Հայաստանում, կարող եմ որակել մեկ բառով՝ լայնախոհություն։ Ինձ տրված որոշ հարցեր շատ լավ հիմնավորված էին ու բարդ։ Կարծում եմ, ձեր երիտասարդների սրտերում մեծ ցանկություն կա փոխելու աշխարհը, թողնելու իրենց հետքը։ Ես ասացի ուսանողներին, որ նրանք հնարավորություն ունեն ձևավորելու Հայաստանի ապագան, քանի որ այն պետք է հիմնված լինի գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում փնտրտուքների, մտավոր, լուրջ աշխատանքի վրա։ Իսկ հիմա դա անելու կատարյալ պահն է։ Կարծում եմ, անչափ մոտիվացված, լավ կրթված շրջանավարտներ ունեք։ Ամբողջ աշխարհը նրանց ոտքերի առջև է։ So in many ways, as I say to them, the world's their oyster. Moments ago, your star was unveiled. Րոպեներ առաջ ինժեներական քաղաքում տեղադրվեց ձեր անվան աստղը։ Սխալ չի լինի ասել, որ խորացնում եք գործակցությունը Հայաստանի հետ։ Ակնկալենք նոր նախաձեռնություններ ձեր ընկերության կողմից կամ գուցե արդեն պայմանավորվածություններ կան։ Well, as I found out this afternoon, just walking around the campus here, Իռլանդիայում գործող իմ ընկերության եւ Հայաստանի միջև արդեն որոշ կապեր են հաստատվել։ Կարծում եմ դրանք ամրապնդելու լուրջ հեռանկարներ կան։ Անպայման կուսումնասիրենք այդ հնարավորությունը։ Վստահ եմ, որ տաղանդներ ունեք, այնպես որ բոլոր հարցերը կլուծենք։ I imagine we can solve those problems. I see. The tech industry is Տեխնոլոգիաները զարգանում են աներևակայալի արագությամբ վերաձևավորելով ամբողջ աշխարհը։ Շատերին մտահոգում է հատկապես արհեստական բանականությունը։ Արդյոք արկա մտավախությունները արդարացված են։ Այս գործընթացը վերահսկելի է, թե մարդկությունը մի օր կբախվի սեփական ստեղծագործությունների հետևանքներին։ Technology, there are two characteristics of technology over time. One is everything becomes more complex. Գիտեք, տեխնոլոգիաների համար կարելի է երկու բնութագիր տալ։ Առաջինը, ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի է բարդանալու եւ արհեստական բանականությունը նպաստելու է դրան։ Բայց պարադոքս կա, այն նաեւ թույլ կտա հեշտացնել կյանքը, պարզեցնել բարդությունները։ Երկրորդ բնութագիրն այն է, որ նորարարությունների շղթան ավելի ու ավելի արագ է գալարվում։ Տեխնոլոգիաները ըստ էության պարզապես գործիքների եւ հնարավորությունների համագումար են, որոնք մարդկանց թույլ են տալիս արտահայտել սեփական ցանկությունները, անել բաներ, որ չէին կարող անել։ Տեխնոլոգիաները իրենք իրենցով անդեմ են եւ անհոգի։ Մարդիկ կարող են դրանք օգտագործել բարի կամ չար նպատակներով։ Մեր ցանկությունների եւ գործողությունների մեծ մասը անկասկած բարի նպատակների են ծառայում։ And as I said, most of that is for the betterment of humanity. Պարոն Ռոշ, շնորհակալ եմ հարցազրույցի եւ այս հնարավորության համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Analog Devices ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վինսենտ Ռոշը, շնորհակալ եմ մեզ հետևելու համար։